Ժողովուրդ ասենք մի 5, 7, 8, դաժե 3 տարի առաջ ինչ-որ մեկը կարող եք պատկերացնել, որ Հայաստանում ասենք Արցախյան շարժում ասելը, Արցախ բառը նույնիսկ ասելը կամ Արցախի վերաբերյալ գիրք ինչ-որ հյուր գալացող պաշտոնյայի նվիրելը հանցագործություն լինի, կամ որ ասենք ցեղասպանության հարցը նավիժ ուռևնը տնեն կասկածի տակ ու ասեն մենք պետք է պարզենք թե ինչա իրականում տեղի ունեցել, այսինքն յանիմ թե չգիտեն էլ իրականում ինչա տեղի ունեցել, որ եղել են քրիստոնյա, դրա համար մեզ մորթել է թուրքը, այսինքն ուզում ասի, որ կարող է այդ չի եղել պատճառը ու մի հատ էլ մեզ մեղավոր հանի, դա թուրքական նարատիվն է ու հիմա Փաշինյանը թուրքի խոսքերով հայերեն լեզվով մեզ է դա ասում, խոսքի ինչ-որ մեկը ռեալ 3 տարի, 5 տարի, 4 տարի առաջ պատկերացնում եք, որ մեր իրականության մեջ կարա այսենց ժամանակ գա, որ այդ ամեն ինչը սենց, չգիտեմ, սուր թվա ու վախենանք, ասենք, արտասանենք ինչ-որ բառեր, ինչ-որ, չգիտեմ, Ղարաբաղյան շարժման վերաբերյալ Ես ուղղակի, որ հիմա մտածում անալիզ եմ անում, սենց շշմած եմ, թե այսուր ենք հասել մենք մեր ազգը ուրա հասը, մեզ կտրում են մեր արմատներից, Արցախն էր, որի շուրջ հայությունը ամբողջ համախմբված էր, պայքար կար, այսինքն նպատակ կար, ինչի համար ամեն մեկս ցկտում էինք, ուզում էինք այդ նպատակին հասնել, որ Արցախը դառնա անկախ ու միանա Հայաստանին, Էդի եկան քոքիս կտրին լրիվ հանձնեցին, մեր նպատակի վրա ասենց խաչ դրին, չնայած ես իմ մեջ չեմ դրել խաչը, ես հավատում եմ, որ գալու է ժամանակ, որ հետ ենք բերելու, չգիտեմ էդի երբ է գալու, բայց այդ ժամանակ գալու է։ Հետո Արցախից հետո սկսին եկեղեցու դեմ արշավ, ցեղասպանություն, կասկածի տակ դնել, ու սենց լիքը հարցեր արդեն մտել են հենց արմատների մեջ, մեր ինքնությունն են փորփրում, որ արմատներից արմատահան անեն, չգիտեմ, Արարատներն են ջնջում, քիչ ամնում շուտով հեսա հայտարարի, որ պատ ենք կառուցելու, որ վաբշի չերևա Արարատը չնայեք, ես ուղղակի ապշած եմ, թե ազգովի մենք այսուր ենք հասել ժողովուրդ, որ այդ ամեն ինչը հիշում, սենց վերհիշում եմ, պատկերացնում եմ ու հասկանում եմ ինչա կատարվել, ուղղակի ուժեղ ցավ եմ ապրում, չգիտեմ